Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Զվարթնոց օդանավակայան եկել ինչ էին ասում, ձեզ քաղաքացիները տեսա մոտենում են, խոսում են, ինչ էին ասում։ Տեսեք, ես աշխատել եմ այդ օրը քաղաքական, հիմնականում քաղաքական թեմաներ չզրուցել, չխոսել, հարցազրույց եմ տվել ձեզ ու վերջ։ Այդ օրվա թեման լրիվ այլ էր, խոսել ենք այդ օրվա թեմայից։ Դուք կոչով երբ եք պատրաստվում հանդեսվել, քանի որ շատերի կողմից Մենք աշխատանք ենք բանում, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ վստահաբար այդ ամեն ինչը լինելու է ըստ մեր գրաֆիկի եւ ժամանակի, բերեք դետալներ կա, դրանց մեջ չմտնենք եւ ամեն ինչ չբացենք էլի։ Երբ Համբարձումյան, Դրա ժամանակն էլ է գալու, դուք վստահ եմ իմանալու եք։ Պարոն Համբարձումյան, ձեր տեխնատության հետ կապված ԿՊ падգամավորները, մասնավորապես Նարեկ Գրիգորյանը, ասում է, լսել եմ լավ քաղաքապետ է, ոնց որ որպես համայնքապետ լավն է, բայց ես չեմ պատկերացնում, թե ինչի պետք է մենք այս անվտանգային բարոյահոգեբանական վերելքը, որը ապահովել է Նիկոլ Փաշինյանը, կասեցնենք ուրիշին վերելով։ Դուք գալու եք կասեցնելու այդ վերելքները։ Մենք գալու ենք կասեցնելու այն գահավիժող ընթացքը, ինչը տեղի ունենում մեր երկրում, այս մեկ։ Երկրորդը մեր նպատակն է ձևավորել հանրային լայն համերաշխության օրակարգ, դրա համար շատ ինչ-որ շրջանակների ու մարդկանց մասին չեմ փորձում կարծիք հայտնել, որովհետև ես դրա կողմնակիցը չեմ, ես ուզում եմ, որ մեր երկրում վերջո վերականգնվի հասարակական համակեցության կանոնները, որտեղ դուք ինձանից լավ գիտեք, այսօր բոլոր իրար վիրավորում են, ինչ-որ ատում են, այս քաղաքական գործիչները ինչքան էլ ցավալի է, մեր իրականություն են բերել հանրային ինչ-որ հայոյանքի խոսույթը եւ այլն, ես սրան դեմ եմ, ես որպես հայ մարդ դեմ եմ այն խոսույթին, ինչը որ տարածում են ինչ-որ քաղաքական ուժեր, մարդկանց վիրավորելով կարծիքներ են ձևավորում եւ կարծում եմ, որ մենք գալիս ենք հենց այս կասեցնելու եւ վստահ եմ, որ ինչ որ մենք պլանավորել ենք, մենք մեր թիմը փուլ քայլ առ քայլ հասցնել ենք ավարտի։ Պարոն Համբարձումյան, բայց առայժմ ձեզ չի հաջողվում ընդդիմադիր շրջանակներին ամբողջությամբ համախմբել ձեր շուրջը։ Ոնց է հաջողվելու լինել այդ մերանը, ձեր ուզած մթնոլորտը։ Մի քիչ դա էլ է փոխաբերական չի հաջողվում։ Ես հասկանում եմ այս ստորագրությունների մասին է խոսքը, դրա համար ստորագրությունների հարցը պետք է տալ Հայաստան Դաշինք խմբակցության падգամավորներին, թե որտեղ են իրանք ստորագրել, դրանից հետո ամեն ինչ բարձր դառնալու։ Դուք ունեք դրա պատասխանը, որտեղ են։ Ես ամեն դեպքում այն ձևաթուղթը, որը պատրաստված է, հրապարակված է, ձևաթղթի տակ չկան այս ստորագրությունները, մնացածը իրանք պիտի պատասխանեն։ Բայց ասին գրասենյակում դրած է, հրապարակեցին։ Մենք էջում ասում են, սա մենք ունենք մեր ստորագրությունը դրած է։ Ուզում եմ, որ մեր հասարակությունն էլ իմանա, որ երեք Հայկը Մամիջանյան հստակ ներկայացրել է ձևաթուղթը եւ բացատրել է շատ մանրակրկիտ, որ պիտի ստորագրությունները դրված լինեն այս ձևաթղթի տակ։ Ուրիշտեղ չի անցնում։ Շատ հավանական է վաղը մեկ ուրիշ խմբակցությունն էլ ինչ որ թուղթ ստորագրի, ինչ որ միտեղ դնի, ասես ստորագրած թղթեր ունենք, այդպես չի լինում, ժողովուրդ ջան։ Այլ խմբակցությունների մասին պարոն Համբարձումյան, այս ընթացքում ԿՊ-ից եղել են պոլիսային ինչ-որ առաջարկներ հանդիպումների, գուցե ասել են ձեզ վստահում ենք, մի բան արեք, փրկվենք։ Ես մարտավարական սխալ թույլ տված կլինեմ, որ ձեր հարցին պատասխանեմ, ներողություն եմ խնդրում։ Իսկ ինչ վերաբերում է փողոց գեներացներին, ինչ է կարծում, հիմա յուղացին իր գործերով է զբաղված, իսկ մայրաքաղաքում հանգստի են արդեն պատրաստվում արդյոք, եթե ամառը տեղի ունենա փողոցային պայքարը, կհավաքվենք համապատասխան։ Մենք այդ հաշվարկները հստակ կանենք եւ կարծում եմ ճիշտ կողմնորոշվենք, որ պահին փողոցը գեներացնենք եւ այո, Դուբայ գնացողներին էլ բարի հանգիստ իրենց ամեն ինչ կհաշվարկենք, նոր մեր քայլեր կկատարենք։